Եվրոպայի հայերի համագումարն արձագանքում է Սփյուռքի հայերին ուղղված վարչապետի կոչին։ Կարեն Կարապետյանը հրավիրել է միջազգային ճանաչում ունեցող հայերին մասնակից դառնալ երկրում ընթացող բարեփոխումներին։ Սփյուռքը սեփական գաղափարն է առաջարկում խորքային համագործակցության անցնելու համար։ Յուրաքանչյուր նախարարության կողքին կազմվի, ասենք մի հանձնախումբ, մի մասնակիցներից կազմված, սփյուռքյան մասնակիցներից կազմված նույն բնակավարի մեջ խումբ, որը ունենա երկու հնարավորություն։ Մեկը խորհրդակցություն տալու, եթե ծրագիր կա նախագծում, այսպես անենք, այսպես արվի եւ այլն։ Մյուսը ներգործություն ունենալու, եթե այդտեղ տեսնում է կոռուպցիա, եթե այդտեղ տեսնում է սխալ բան, գործնական, այսինքն հնարավորություն ունենա ցույց տալու, որ այստեղ սխալ է եւ ինչպես պիտի ուղղվի։ Եթե դրվի, ես վստահ եմ, որ ներդրումներ կլինեն, կոռուպցիան կվերանա։ Սփյուռքը նախկինում էլ վարչապետերից լսել է այսպիսի կոչեր, սակայն գործը խոսքից այն կողմ չի անցել։ Պետությունը ներգաղթի համար գործնականորեն հող չի պատրաստում։ Սփյուռքի մեջ այնպիսի հնարավորություններ եւ ռեսուրս գոյություն ունի, որ ոչ աշխարհի մեջ երևի շատ քիչ ժողովուրդներ այդ հնարավորությունն ունեն, բայց մենք չենք օգտվում դրանից։ Այդ հնարավորությունը միայն փողը չի, գիտելիքն է, փորձն է, ինչու ինչ հիմա չի ստացվել եւ հիմա պիտի ստացվի։ Տարեկան 40,000 մարդու արտագաղթի պայմաններում դժվար է մտածել մեծ մասշտաբների ներգաղթի մասին։ Կապիտալը պիտի ունենա ապահովություն։ Կապիտալի ապահովությունը թղթի վրա շատ լավ է գրված, նույնիսկ եթե նայենք համաշխարհային ստատիստիկի մեջ ասում են շատ լավ ազատական է եւ այլն, բայց մենք գիտենք, որ իրականության մեջ ինչ դժվարություններ կան։ Այդ դժվարություններն է, որ թույլ չի տալիս։ Եվրոպահայերը ողջևորված են Եվրամիություն Հայաստան շրջանակային համաձայնագրի բանակցությունների ավարտի փաստից։ Հնարավորություն է ստեղծվում Հայաստանի համար օգտվելու Եվրոպայից այնինչ որ դրականն է։ Շփումները որքան մոտ լինեն, որքան մտերիմ լինեն, դա կօգնի Հայաստանի զարգացմանը, լինի դա տնտեսական, լինի դա քաղաքական, կօգնի Ղարաբաղյան հարցին։ Եվրոպայի հայերի համագումարը հակված չէ առաջիկա խորհրդարանական ընտրություններում պաշտպանել քաղաքական ուժերից որևէ մեկին։ Ուղղակիորեն որևէ ուժի սատարելը մենք այնքան դրական չենք կարծում, որտեղ ուժերը փոխվում են, հետո Սփյուռքն է անջատվում, պարարտվում, այսինքն մենք Սփյուռքի պարարտման կողմ չենք։ Պիտի Սփյուռքը աջակցի այն երևույթ պիտի նկատի ունենանք։ Հիմա որ ուժը որ այդ երևույթը ընդունում է, մեզ համար ընդունելի է։ Ազատ ընտրություններ, ժողովրդավարություն։ Սակայն անմասն չեն մնա ընտրական պրոցեսներից։ Արդարությունը Հայաստանում նախագծի շրջանակներում դիտորդական առաքելություն կիրականացնեն։